Հաջորդ կետը դերերը եւ դիրքերն են, եւ ստեղ արդեն մենք սկսում ենք տեսնել բանակցության շահերի եւ ինտերեսների աղավաղման, պատմեմ ինչի, ինչ ասել է դերեր եւ դիրքեր։ Երբ որ մենք մտնում ենք բանակցության, մենք բացի շահեր ունենալուց այդ բանակցության մեջ, մենք որոշակի դիրքով ենք մտնում այդ բանակցության մեջ։ Եթե օրինակ կողմը բանակցության ինքը պաշտոնով մարդ է, ստատուսով մարդ է, հայրանով են իրան դիմում կամ ինչ որ մի մարդ է, ինքը արդեն որոշակի դիրքով մտել է այդ բանակցություն, կամ այս դերերն ու դիրքերը իրար շատ նման են։ Այդ կարա ասենք ինչ որ մի գրոզնի բանակցողի դիրքից մտնի, կամ ինչ որ մեկի դիրքից մտնի, որը զիջելու տեղ չունի, հա, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ շահերի եւ հետաքրքրությունների հետևում կամ երբեմն նույնիսկ առաջ ընկած է այն դերը, այն պոզիցիան, որով բանակցող կողմը մտել է բանակցության մեջ։ Եվ հաճախ եկեք երկրորդ սլոյը այստեղ նկարենք, այսինքն երկրորդը դերերը եւ դիրքերը։ Միշտ մենք խաղում ենք ինչ-որ դեր, միշտ մենք խաղում ենք կամ հանդես ենք գալիս ինչ-որ դիրքից, պատկերացրեք օրինակ դուք 100% բան ունեք, իշխանություն ունեք այդ բանակցության մեջ։ Դուք ունեք մի հատ լուծում, այդ մարդուն էլ այդ լուծումը պետքա կյանքի մահվան գնի չափ։ Պարզ է, չէ՞ որ դիրքերը տարբեր են։ Ինքը գալիս է խնդրողի դիրքերից։ Այսինքն այստեղ բանակցող չկա, ինքը դուք ինչ ուզեք, ինքը պետքա անի։ Կա որ օրինակ դուք ունեք որոշակի ուժային առավելություն եւ ուժային առավելությամբ պոզիցիոնիրովից եք լինում ձեր դիրքում եւ ինչ որ տեղեր խոսում եք ուժի դիրքից, հասակիով ավելի տարիքովի դիրքից, պաշտոնի դիրքից։ Օրինակ Այդ անձնական ընդունելու մասին է գործարքի էլի կամ բանակցությունը, այստեղ մի հատ կարևոր կետ կա էլի, որ մենք անընդհատ բան ենք փորձում ենք ամեն գնով բոլոր կետերում հաղթող ճանաչվենք, պայմանական 10 կետ կա, բանակցությունները համարվում են ավարտված, երբ որ 10 կետում էլ դու ճակատամարտը հաղթել ես, այնինչ կարող է քո երկու կետներ քո համար պրիորիտետնի կետ ու այն 8 կետը դու կարա զիջես էլի, քո բանակցային կարմիր գծերին չեն բանանում իրանք, խանգարում, բայց էլի եթե մեր միջավայրի մեջ նայենք, շատ հաճախ առաջի դիրքավորում ես դերերից, ով է դոմինանտը բանակցությունների մեջ է դա, ու այսինքն կարող է 2 ժամ նստես, հələ չհասկանաս այդ բանակցությունները սկսվել են թե չէ, որտեվ հələ փոխադարձ անձնական ռազվեդկա է գնում, կոմպլիմենտ, մի հատ էլ կոմպլիմենտ, մի հատ էլ կծոց, մի հատ էլ կծոց ու մեծ գործարքներից առաջ ես այս փորձը ինձ թվում է ամեն նոր գործարքից նոր փորձ եմ հավաքում, բայց մոտար մի 50-ից ավել գործարք կնքել ենք, որոնք 1 միլիոնից ավել բան ունեն, էլի։ Էդի B2B-ն եմ ասում, B2C-ին չեմ ասում։ B2B-ի հետ կնքել 5 միլիոնանոց գործարք B2C-ի հետ ավելի հեշտ է, քան B2B-ի հետ $500,000 գործարք, որտեղ B2B-ն խիշնիկի ինստինկտը միանում է B2B-ի հարթության մեջ ու մարդիկ սկսում են այդ դիրքավորման, դերերի կռիվները, նոր հետո հիմնական պահանջները միմյանցից։ Դրա համար այս հարթության մեջ լիքը օգտակարություն այս շահերն ու հետաքրքրությունները տուժում են։ Իհարկե։ Ու շատ հաճախ ես ինչ բան ունեմ այս չգիտեմ, լայֆխակ ասեմ, մեթոդ ասեմ, ես շատ հաճախ շատ ավելի པարզ եմ գործարքներին գնում, քան իրականում ինձ ակնկալում են։ Ու իրականում տեսել եմ նաև այդ բանը ոնց որ շատ լավ աշխատում է հանրային տիրույթում, օրինակ, չգիտեմ, խի բոլորը մտածում են, որ շատ հարուստ, շատ ինչ որ տենց ծանր խոսացող մարդ պետք է լինեմ, բայց ես
Սարսափելի թեթև լիքը կոմպլեքսներով մարդ եմ։ Բայց սարսափելի։ Թեթև, բայց սարսափելի։ Հա, դե միտքը այնա որ դու հանկարծակի կարաս բերես ոչ միայն ուժով, այլև նաև պարզությամբ մարդուն ու այն ինչ որ ինքը մի վիզուալ իր մոտ մտածում էր, լրիվ մի կողմ դնես, էլի։ Պետք Բայց չի դա էլ է դեր, էլի, Հա, պարզ դե դերով էլ բայց մտնել։ պետք չի այն խաղը խաղալ, դու կրվում ես միանգամից, երբ որ ուժերի խաղն ես սկսում խաղալ, երևի կարևոր միտքի ես ասել, այսինքն դու գիտես գնում ես ուժեղ մարդու հետ բանակցելու, որը քեզ փորձով էլա, փողով էլա շատ, չգիտեմ, կապերով էլա շատ, հենց դու սկսում ես ցույց տալ քո այդ 3 հատկանիշի իր մոտ, դու արդեն պարտված ես։ Երբ որ դու պարզությամբ ես գնում իր հետ կռվելու, ինքը չունի այդ պարզությունից, դու կրում ես իրան այդտեղ, էլի։ Հա, զինաթափելու փոփոխություն է տեղի ունենում, էլի։ Այսինքն Այո։ զինաթափվում է։ Okay, հա։ Հա, Հիմա ես հարց եմ ուզում տալ մեր աուդիտորիային, ինչ է կարծում դերերի եւ դիրքերի հետևում ինչ է անկած։ Ինչ էմոցիոնալ գործոն է այստեղ կանգնած։ Ուրիշ։ Ինչ։ Ահա, հպարտությունը ինչ ցածանվում։ Ինչ։ Էգո։ էգո ինքնադրսևորման Այո, էգո։ Էգոնա ու ես տեսնում եմ, որ երբ որ նշեցի, չէ, 20%-ը բանակցությունների մնում է սեղանին, մարդիկ գնում են, 20%-ը մնում է սեղանին, բայց էգոին մի 200%-ի օգուտով էցում են մարդիկ։ Այսինքն ասում են, տեսար մենք ոնց արեցինք, հա, տեսար 10-ով 0 արեցի, հա, խզարեցի, տեսար ոնց մերժեցի, այսինքն մենք հաճախ նույնիսկ կարանք 100%-ը թողենք սեղանին ու դուրս գանք, մենակ մեր էգոն փառավորվի։ Իսկ սա իմանալու ժամանակ, եթե դուք տեսնում եք բանակցության սեղանին նստած է մարդ, ով 2 հոգով է տեղ, ես ասում եմ, մարդ ով ունի շահեր եւ առանձին իր էգոն է տեղ նստած, էգոինը տալիս եք էգոին, շահերը այդտեղ շատ ավելի հասանելի են դառնում քո համար։ Որ ասում է կայսրին, Աստծուն, էգոինը կոմպլիմենտը, շեֆ ջան, բան է, շեֆ ջան ասելով սաղ օգուտը քաշում ես քո կողմ։ Այն sense որ գնում ես Դուբայ, հենց մտնում ես, քեզ ասում են my boss ու սկսում են թալանել։ My boss ու հասնում ես միջև հյուրանոց, հասկանում ես $100 արդեն չայով ես տվել։ Բոսինը տալիս են բոսին, իսկ շահերը արդեն մնում են ավելի, այսպես ասած, բաց քո հետ ոնց որ խաղալու համար։ Հետևաբար երկրորդ կարևոր բանը, որ բանակցելուց պետքա տեսնել, շահերից բացի ինչ դիրքում կամ ինչ դերում է մեր դիմացի կողմը նստած։ Եթե թույլ տաս մի հատ հավելում անեմ, ինձ թվում է առաջի կետի մասին որ խոսում ենք շահերու հետաքրություններից, մենք ինքներս մեր շահերն ու հետաքրությունները պետք է առաջին հասկանանք, հետո փորձենք մյուսին հասկանանք, բայց միջև բանակցությունը։ Այո։ Այսինքն վիզուալիզացիան այս փուլում շատ կարևոր է, էլի։ Հա, մենք խոսում ենք, որ շահերն ու հետաքրություններն են առաջի տեղում ու դրանցով է բանակցությունները ոնց որ ծլում, այդ գրավիտացիայի կետը է դա, բայց եթե պրակտիկայից խոսանք, ցանկացած բանակցության գնալուց առաջ պետք է պատրաստվես դրան։ Այո։ Պատրաստվելու հենա գործընկերս եկավ Լևոնը, ժամերով կարող է նստենք, ծամենք, քննարկենք եւ այլն, ու գանք մի հատ ելքի որ լավ է, պետք է մերժենք ուղակի ու պետք է հետո ստրատեգիան կազմենք, ոնց սիրում պետք է մերժենք այս թեման։ Իդեպ էդ էլ եմ ասում, Արսենենք մի հատ հետաքի ստրատեգիա ունեն։ Բանակցությունների մտնելուց առաջ մեկ մերժում են։ Այսինքն մի հատ չէ, մի քանի մերժում են, հետո նոր սկսում են բանակցելու, հետո լրիվ ուրիշ դիրքերից են բանակցում։ Այսինքն մի հատ ասում են, չէ, էս էլ է, կստացի դու ստրատեգիա է, ես նկատել եմ։ Այդ ստրատեգիան ինտուիտիվ է մեր մոտ եղել, մի ժամանակ հասկանում ենք, որ շատ բան չենք կարող անենք, այսինքն լայն ճակատով չենք կարող կռվենք, այդ սպարտացիների մեթոդներ դրսևորվելու, մենք որոշեցինք, որ ավելի լավ է մի տարի շատ տենց ատամները սխմած ապրենք, բայց ցույց տանք շուկային, հենա պարոն Կոստանյանն էլ նայում է խորը հայացքով, ցույց տանք շուկային, որ մենք վերջնենք ու կարան մեզ գան դիմեն 1 միլիոնանոց գործարքներ, ու մենք ասենք չէ, էլի այսօր չէ։ Ու մենք որոշեցինք, որ մարդկանց ասենք, որ չէ, մենք ռեսուրս չունենք, այս տարի զբաղված ասենք, միջև եկող տարվա կես էլ ռեսուրս չունենք եւ այլն։ Դերերի դիրքերը ոնց են փոխվում։ Բայց մեր շահը այդտեղ այն էր, որ մենք ունենա դիրքավորումը շուկայում լինի այնց, որ մեզ այդ չերեզով զանգեն, որովհետեւ այդ դրա արդյունքում մեր կրկնապատիկ համարյա ավելա մեր ծառայության վճար է եղել շուկայում միշտ էլի դիտարկվող։ Էս էլ է ունիկալ, հեսա դու դրա մասին խնդրեմ խոսած, ես որտեղից գիտեմ, ինձ զանգում են ընկերներ, ովքեր կառուցապատողներ են եւ ասում են Արսենը մերժել է, կարաս ոնց որ բարեխոսես, որ Արսենենք մեր պրոյեկտը անեն։
ու ես ասում ու հարց եմ տալի, երբ ամերժեն հանդիպել եք, բա չէ, հանդիպում չէ եղել, պրոստը գլխանց մի հատ բան են դրել, ասենց հետաքրքիր ստատուս են տվել, վсё, չէ, չենք ուզում։ Արդեն այդտեղ դերերն ու դիրքերը շատ տարբեր են, էլի, շատ։ Ու այդ դիրքերից մտնելով բանակցելով, առաջ անշարժ գույքի շուկայում մեկ միավոր գործարքի արժեքը 2% էր։ Արցենենք այդ թիվը շատ համեստորեն փոխել են եւ հիմա վաճառում են իսկանով։ Հետի այդ երկու կողմից եղել է 2-4% էր, Եթե երկրորդային շուկա է։ Եթե երկրորդային է, մենք կարելի ասել առաջնային շուկան փոխեցինք, որ առաջնային շուկան պետք է լիներ գլոբալ 1.5-2 մաքսիմում, մենք հիմա շուկան նես փոխվեց, այդ ալիքի վրա 5 սարքեցինք, էլի շատ բաներ։ Նախագծեր։ Այսինքն այն որ ասում էի գործարքի օգուտը 20% մնում է, իրանք այդ գործարքի օգուտը անգամ 2 են արել։ Ոչ թե 20%-ը սեղանից հետ են վերցել։ Այդ ժամանակ կլիներ 2 4%։ Մարդիկ 5 են սարքել։